Ներքին գործերի նախարար Արփին Սարգսյանը դեկտեմբերի 10-ին Բրյուսելում մասնակցել է միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի գլոբալ դաշինքի երկրորդ միջազգային համաժողովին։ Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես են եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական միության ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուները։ Ներքին գործերի նախարար Արփին Սարգսյանը համաժողովի ընթացքում մասնակցել է պանելային քննարկմանը։ Պիտի փաստեմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս մասնակցությամբ միացել է գլոբալ դաշինքին, ինչը թույլ է տալիս միավորելու ջանքերը անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցում, որը դարձել է արդեն համաշխարհային ըստ էության մարտահրավեր, եւ այստեղ կարիք կա իրականում միավորելու ջանքերը։ Նախարարի խոսքով Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիային եւ դրա արձանագրությանը միացած պետություն առաջնահերթություն է համարում միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարը, միաժամանակ ուշադրության կենտրոնում պահելով անկանոն միգրացիայի կանխարգելումը։ Հայաստանի կառավարությունը նպատակ ունի ձևավորել դիմակայուն, ճկուն եւ արդյունավետ միգրացիոն կառավարման համակարգ, որը միաժամանակ կապահովի մարդու իրավունքների պաշտպանությունը եւ մեր երկրի, ինչպես նաեւ ավելի ընդգրկուն տարածաշրջանի, այդ թվում Եվրոպայի անվտանգությունը, նշել է Արփին Սարգսյանը։ Նախարար Սարգսյանի խոսքով Հայաստանը հետևողականորեն ուժեղացնում է անկանոն միգրացիայի դեմ պայքարի ոլորտում իր արձագանքը, քրեականացնելով ապօրինի միգրացիայի կազմակերպումը, գործընկերների հետ համատեղ կատարելագործելով ռեադմիսիոն ընթացակարգերը, իրականացնելով նպատակային իրազեկման արշավներ եւ խթանելով օրինական միգրացիայի ուղիները։ Արփին Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ միգրանտների անօրինական միգրացիան ոչ մի պետություն ինքնուրույն չի կարող հաղթահարել։ Այն սահմանները հատող հանցագործություն է, որը պահանջում է կայուն միջազգային համագործակցություն, ինչը եւ մենք շարունակում ենք ամրապնդել, խորացնելով կապը Եվրոպոլի հետ, ասել է նա։ Ներքին գործերի նախարարի խոսքով տեղեկատվության եւ փորձի արդյունավետ փոխանակման ուղղված Հայաստանի եւ Եվրոպոլի միջև կնքված համագործակցության համաձայնագիրը կնպաստի անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։ Նա ընդգծել է, որ մշակման փուլում գտնվող միգրացիայի կառավարման ռազմավարական նոր ծրագիրը կնախանշի այս ոլորտների զարգացման ուղղությունները։ Ներքին գործերի նախարար Արփին Սարգսյանը Բելգիայի թագավորություն այցի շրջանակում հանդիպել է Եվրոպական միության ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների հետ։ Արփին Սարգսյանը Եվրոպական միության վիզաների ազատականացման գործընթացում առաջնորդության եւ կառուցողական ներգրավվածության համար շնորհակալություն հայտնելով Մագնուս Բրուներին ընդգծել է, որ Հայաստանը գործողությունների ծրագրի հենանիշերը որակով եւ պատշաճ ընթացակարգերով իրականացնելու հանձնառություն ունի։ Գործընկերոջս հետ քննարկել ենք մի շարք հարցեր, որոնք վերաբերել են նաեւ վիզաների ազատականացման երկխոսությանը եւ նաեւ վերջերս Հայաստանի Հանրապետությանը հանձնված գործողությունների ծրագրին։ Քննարկել ենք մի շարք նվաճումներ, որոնք մինչ այս պահ Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ ունի, եւ նաեւ դիտարկել ենք առաջիկայում Գանանը արդեն հանձնակատարի Հայաստան այցին վերաբերող մի շարք հարցեր, եւ կարծում եմ այն առաքելությունը, որն այս պայծրությամբ գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, թույլ կտա մեզ հավաստիանալու, որ իրականում մենք առաջ ենք շարժվում եւ ունենք մի շարք զգալի նվաճումներ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում գործողությունների ծրագրի կատարման տեսանկյունից։ Մագնուս Բրուները միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի գլոբալ դաշինքի միանալու եւ միջազգային համաժողովում ուղերձով հանդես գալու համար շնորհակալություն է հայտնել ներքին գործերի նախարար Արփին Սարգսյանին։ ԵՄ հանձնակատարը շնորհակալություն է հայտնել նախարարին որպես երկրի գլխավոր բանակցող վիզաների ազատականացման շրջանակներում կառուցողական երկխոսություն ապահովելու համար։ Արփին Սարգսյանը Բրյուսելում նաև մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։ Մոլդովայի ներքին գործերի նախարար Դանիելա Միսայել Նիչիտինի հետ քննարկվել են կազմակերպված հանցավորության, հիբրիդային սպառնալիքների եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության առնչվող հարցեր։ Ընդգծվել է հատկապես կրիպտոարժույթով կատարվող հանցագործությունների բացահայտման ուղղությամբ կարողությունները զարգացնելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ներքին գործերի նախարարության կրթական հաստատությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի։ Եվրոպական սահմանային եւ ափամերձ տարածքների պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյտենսի հետ հանդիպանը ներքին գործերի նախարար Արփին Սարգսյանը կարևորել է Եվրոպական միության հետ ակտիվ երկխոսությունը ներկայացնելով վիզաների ազատականացման համատեքստում ընթացող բարեփոխումները։ Կողմերը քննարկել են սահմանների կառավարման եւ անվտանգության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Ներքին գործերի նախարարը անդրադառնալով բիոմետրիկ համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքներին ընդգծել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակում դրանց ռազմավարական նշանակությունը։ Արփին Սարգսյանը կարևորել է Frontex-ի հետ բազմակողմանի համագործակցությունը եւ ընդգծել այն ընդլայնելու պատրաստակամությունը։ Frontex-ի հետ արդեն իսկ վերջնականացման փուլում է գտնվում աշխատանքային համաձայնագիրը, որը թույլ կտա ավելի բարձր մակարդակի հասցնելու մեր համագործակցությունը եւ այն դնելու ավելի ամուր ինստիտուցիոնալ հենքի վրա։ Հանս Լեյտենսը այցի համար շնորհակալություն հայտնելով նախարար Սարգսյանին բարձր է գնահատել ներքին գործերի նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը։ Կողմերը փոխադարձ այցերը շարունակելու պայմանավորվածություն են ձեռք բերել։
Արփինե Սարգսյանը հանդիպել է նաև Բելգիայի թագավորության անվտանգության եւ ներքին գործերի նախարար Բեռնար Կանտանի հետ։ Նախարար Սարգսյանն ընդգծել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների ամրապնդման եւ շարունակական զարգացման կարեւորությունը։ Հանդիպանը քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման, մասնավորապես ոստիկանության տարբեր ստորաբաժանումների արդյունավետ փոխգործակցության, կրթական ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ հարցեր։ Նախարար Սարգսյանը նաև շփումներ է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին Դե Բոլի ու մի շարք այլ երկրների գործընկերների հետ։